կեսգիշերը շարունակվել են Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ օդային մարտերը։ Կեսգիշերից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածների նոր ալիք է սկսում Թեհրանի ուղղությամբ, թիրախավորելով կառավարական ու վարչական շենքերը։ Ըստ իրանական լրատվամիջոցների պայթյունները տեղի են ունեցել դատարանի եւ ոստիկանության շենքերի մոտ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ ամենալայնամասշտաբ հարվածի մասին։ Խորմանշահր 4 հրթիռները հարվածել են Թել Ավիվին եւ Հայֆային։ Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե թիրախավորվեն ենթակառուցվածքները, իրենք էլ են թիրախավորելու ենթակառուցվածքները։ Թշնամին պետք է իմանա, որ ցանկացած գործողության համար մենք կպատասխանենք համարժեք եւ ակնթարթորեն, հայտարարել է Ղալիբաֆը։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների նախաձեռնած պատերազմի 10 օրերի ընթացքում վիրավորվել է ամերիկացի 150 զինվորական, այս մասին Reuters-ի աղբյուրներն են հայտնում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում Իրանի 16 ականակիր նավ է ոչնչացրել։